Ազգային հավաքականի խաղային ամիսներին միշտ էլ անհամբերությամբ ենք սպասում։ Մարտը հենց այդ ամիսներից է։ Ազգերի լիգային նախապատրաստվելու շրջանակում առաջին 2 ընկերական հանդիպումները կանցկացնենք։ Նախ մարտի 26-ին կհյուրընկալվենք Միացյալ Էմիրությունների հավաքականին, իսկ 3 օր անց Երևանում կընդունենք Բելարուսին։ Եղիշե Մելիքյանն արդեն հրապարակել է արտերկրից ազգային թիմ հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։ Հայտնի են նաև ուշագրավ անուններ ներքին առաջնությունից։ Լրիվ պատմի հոպարջն, սկզբից մինչև վերջ։ Մելիքյանը գործի մեջ է ցանկանում տեսնել անգլիական Սանդերլենդի երիտասարդական թիմում արդյունավետ խաղով աչքի ընկնող 18-ամյա Ֆին Գերագուսյանին, ով ավելի վաղ հանդես է եկել Հայաստանի պատանեկան եւ երիտասարդական հավաքականներում։ 191 սանտիմետր հասակ ունի։ Երևի առավելապես երկրորդ հարկում է աչքի ընկնում։ Իսկ եթե սենց Հայաստանի հավաքականի մարզաշապիկը գրելը մեծ պատասխանատվություն է։ Օրերքը լսելիս ոգևորվում եմ, սիրտս սկսում է արագ աշխատել։ Բարի գալուստ ազգային հավաքական եւ սպասում ենք գոլերիդ, Ֆին ախպեր։ Ով է բացակայում հայտացուցակից։ Մելիքյանն այս անգամ ցանկանում է փորձարկել երիտասարդ դարպասապահների եւ չի հրավիրել Սերբիայի առաջնության նախորդ 5 խաղերից 4-ում դարպասն անառիկ պահած Չանչարևիչին։ Չկա նաև Էդգար Սևիկյանը, ում դիրքում ազգայինի մարզիչը կփորձարկի ԲԿՄ-ի եւ մեր երիտասարդականի տաղանդավոր 19-ամյա վինգեր Նարեկ Հովանեսյանին։ Ցավոք եւս մի քանի ամիս վնասվածքի պատճառով կբացակայի հենակետային գուրու Ուգուչուկվու Իվուն։ Ամենահայն նիգերացու փոխարեն վերջին պահին հրավիրվել է ռուսական Օրենբուրգի հենակետային Տիգրան Ավանեսյանը, ով օրեր առաջ մասնակցել է Զենիթի դեմ հաղթական հանդիպմանը։ Միևնույն ժամանակ ազգային թիմը կունենա եւս 2 նորեկ ներքին առաջնությունից։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հավաքականի կազմը համալրել է Արարատ Արմենիայի 29-ամյա կոլումբացի կենտրոնական պաշտպան Խուլիո Բուենոն, ով արդեն 5 տարի է հանդես է գալիս Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Մյուս նորեկը Փյունիկի 20-ամյա կիսապաշտպան Կարլեն Հովանեսյանն է։ Կարլեն անունով հենակետայինի հետ մեծ հույսեր չկապել պարզապես չենք կարող։ Այո, խնդիրներ ունենք, այո, հարցեր ունենք, այո, աշխատանք է պետք տանել, բայց ազգային լիգան այն առաջնությունն է, որ մենք պետք է պայքարենք ու հաջողություն ունենանք։ Դե հələ պատմի տենամ, ապեր ջան։ Տղերքի մարզավիճակի մասին սիրով։ Մեր առաջատարները ստաբիլ ու նաև արդյունավետ խաղով են աչքի ընկնում իրենց ակումբներում։ Նաիր Տիկնիզյանը Ցրվենազվեզդայի կազմում նախ ասիստի հեղինակ է դարձել Բելգրադի դերբիում, ապա սուպեր գոլ է խփել Նովի Պազարի հետ դիմակայությունում։ Պազարունի հետ բոմբ գոլ էր դարպասը։ Դե իսկ երկար սպասված տրանսֆերը եւս մեկ պատուհանով հետաձգած Էդուարդ Սպերցյանը ավանդաբար գրավել է Ռոստովի դարպասը, ապա նույնպես ավանդաբար ջերմորեն հանդիպել է Խորեն Բայրամյանին։ Ետերոն կորներն է։ Ինչպես համադրել ապրելու համար պրեմիում պայմանները, հնարավորությունները եւ ֆուտբոլ հաճախելու համար լավագույն լոկացիան։ Bosco Welltown-ը նոր հաճնում Յուվենտուսի ակադեմիայի հայաստանյան մարզաբազային կից կառուցվող պրեմիում դասի բնակելի թաղամաս է։ Նոր քաղաքաշինական ներդրումային նախագիծ, առողջ ապրելակերպ եւ կյանքի լավագույն որակ փնտրող մարդկանց համար։ Երևանից ընդամենը 30 րոպե հեռավորության վրա գտնվող բնակելի թաղամասում համադրված են տունը, կրթությունը, սպորտը եւ ժամանցը։ Բոսկոյում գործելու է նաև միջազգային դպրոց, այնպես որ ձեր երեխաների հետ միասին կարող եք գեղեցիկ դուբլ ձևակերպել, համադրելով բարձրակարգ ուսումը եւ Յուվենտուսի ակադեմիայում մարզվելու հնարավորությունը։ Bosco Welltown, կյանքն ինչպես 5 աստղանի հանգստավայրում։ Հայեր ջան, որպես վերջաբան ինչպես միշտ անակնկալներ եւ մեկ խնդրանք։ Եվս մեկ անգամ ընդգծենք, որ մեզ համար անչափ կարևոր է ձեր ակտիվությունն ալիքում։ Հավանեք, լայքեք տեսանյութը, որպեսզի այն հնարավորինս շատ տարածվի։ Իսկ հիմա անակնկալների մասին։ Անոնս եւ սուպեր մրցույթ։ Ուրախությամբ նշենք, որ պատրաստվում ենք 2 արտագնա բացառիկ ռեպորտաժների։ Այս թողարկման YouTube-յան մեկնաբանություններում նշիր, թե որ երկրում եւ որ ֆուտբոլիստների հետ կցանկանայր, որ նկարահանվեին քորների առաջիկա թողարկումները։ Պատահականության սկզբունքով ընտրված հաղթողը կստանա մեր մրցանակը՝ Հայաստանի հավաքականի խաղաշապիկը։ Հետևեք մեզ եւ սիրեք մեր ֆուտբոլը։ Եթերում քորներն է։